Հակակոռուպցիոն կոմիտեն 2 ամսով կալանավորել է լեգենդար հետախույս Արթուր Ավանեսյանին, Կանդազին։ Փաստաբան Արամ Վարդևանյանը դատարանի բակում լրագրողներին ասել է, որ իրավական առումով բացատրություն չունի, քանի որ այստեղ մեջբերում գործի նյութ չկա։ Մեջբերման ավարտը։ Ըստ Վարդևանյանի վտանգավոր մարտավարություն է որդեգրել հակակոռուպցիոն կոմիտեն, փաստացի քրեականացնելով նախընտրական ծրագրերի ներկայացումը։ Գերատեսչությունը 3 առավոտյան էր բերման ենթարկել Ավանեսյանին, իսկ ավելի ուշ հայտարարել, որ պատճառը ենթադրյալ ընտրակաշառքի խոստումն է։ Լեգենդար հետախույզը ազգային բարերար Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ է, անվտանգային թիմի ղեկավար է։ Նույն գործով մյուս 3 ձերբակալվածների վերաբերյալ տեղեկություններ չկան։ Շեֆից շատ է վախենում, որ Ալիևը ջղայնանա հանկարծ։ Ուժեղ Հայաստան կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանն այսպես է պատասխանում օկուպացված Ստեփանակերտում 2 հայկական եկեղեցիների քանդման եւ իշխանությունների արձագանքի մասին հարցին։ Եթե մի մարդ իր խմբակով հարձակվում է Էջմիածինի վրա, իր համար ինչ կապ ունի Արցախում մի 100 հատ եկեղեցի քանդեն, չեն քանդի։ Իսկ ինչ վտանգներ է տեսնում Սամվել Կարապետյանը Հայաստանում 300,000 ադրբեջանցի բնակեցնելու իշխանական ծրագրում։ Սյունիքի կորցնելու վտանգն եմ տեսնում, Սևանի գյոլչա դառնալու վտանգն եմ տեսնում, Հայաստանի թրկացման վտանգն եմ տեսնում, բայց մի անհանգստացի։ Մենք դրա դիմաց ստեղծելու ենք 300,000 աշխատատեղ հայերի համար։ Հրապարակված հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Գագիկ Ծառուկյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին, որ նրանք կաջակցեն ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր ուժին։ Սամվել Կարապետյանի գնահատմամբ 2 գործիչներն էլ կոռեկտ հայտարարություններ են արել։ Միջազգայինորեն ընդունված փաստ է, որ կառավարությունը ձևավորում է առաջի տեղ զբաղեցրած ուժը, քանի որ մենք վստահ ենք, որ այդ ուժը մենք ենք լինելու, դրա համար շատ շուտով իրենք այդ հնարավորությունը կունենան պաշտպանելու մեր կուսակցության թեկնածուն։ Ինչ վերաբերվում է հայոց ցեղասպանության թեմային, Կարապետյանը նկատում է, որ այն ուժերը, որոնք պետք է արտահայտեին իրենց վերաբերմունքը ցեղասպանության փաստերի նկատմամբ, արդեն իսկ ցույց են տվել իրենց հայրենասիրությունը։ Նիկոլ Փաշինյանը եւ իր կառավարությունը բացարձակ կապ եւ առնչություն չպետք է ունենան հայ ժողովրդի ապագայի հետ։ Ազգային բարերարը վստահ է, իրենք կամաց արթնացնում են հայ ժողովրդին։ Իսրայելի զինված ուժերը ամենայն հավանականությամբ ամբողջ 2026 թվականի ընթացքում կշարունակեն մարտական գործողությունները բոլոր ճակատներում, պայքարելով Իրանի եւ լիբանանյան Հեզբոլլահ զինյալ խմբավորման դեմ, հայտարարել է երկրի բանակի շտաբի պետ Էյալ Զամիրը։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի պաշտպանության բանակը ներգրավված է շարունակական բազմաճակատ պատերազմի մեջ։ Հավանական է, որ 2026-ը կլինի մարտական գործողությունների եւս մեկ տարի այդ բոլոր ճակատներում, նշել է նա իր հայտարարության մեջ հղում անելով Համասի հարձակմանը, որը սկիզբ դրեց Գազայի պատերազմին։ Մարտի 2-ին Իսրայելի եւ Հեզբոլլահի միջև վերջին պատերազմի բռնկումից ի վեր Լիբանանում առնվազն 2521 մարդ է զոհվել, ասվում է երկրի առողջապահության նախարարության հայտարարությունում։ Վիրավորների ընդհանուր թիվը հասնում է 8000-ի։ Չնայած ապրիլի 17-ից գործող հրադադարին երկու կողմերից էլ արձանագրվել են դրա բազմաթիվ խախտումներ եւ ավելացել է զոհերի թիվը։ Զուգահեռաբար Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը զգուշացրել է, որ Հեզբոլլահի անհնազանդությունը աղետալի հետևանքներ կբերի Լիբանանի համար։ Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ գրոհային խմբավորման առաջնորդը մերժել է Իսրայելի եւ Լիբանանի միջև ուղղակի բանակցությունների առաջարկը։ Mr. President, do you know if you were the target of the gunman? I don't know. It sounded to me. Իրանը չի ունենալու միջուկային զենք եւ չի կործանելու աշխարհը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ I don't want to say, and people don't like. Նրանք չեն ունենալու միջուկային զենք եւ դրա համար էլ երջանիկ չեն, իսկ երբ երջանիկ չեն, մարդիկ բռնի գործողությունների են դիմում։ Հիմա ես ոչինչ նրանց հետ չեմ կապում, բայց անկասկած, եթե հնարավորություն ունենային, հավանաբար կօգտվեին դրանից։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ չափազանց հիասթափված է ՆԱՏՕ-ից։ Նա չի բացառել, որ ԱՄՆ-ն
կարող է դիտարկել դաշինքից դուրս գալու հնարավորությունը, հատկապես որ անդամ երկրներն անտեսել են Հորմուզի նեղուցի շրջափակման վերաբերյալ օգնություն ցուցաբերելու իր կոչը։ Թրամփը Իրանի ղեկավարությանը շատ տարօրինակ է անվանել, նշելով, որ երբեմն պարզ չէ, թե ում հետ գործ ունես։ Սպիտակ տան ղեկավարը սպառնացել է ոչնչացնել Իրանի նավթային օբյեկտները։ I think it's very important that they do it again. Մոսկվան մտադիր է նպաստել Մերձավոր Արևելքում իրավիճակի շուտափույթ կարգավորմանը, հաշվի առնելով Թեհրանի եւ տարածաշրջանի մյուս երկրների կողմնորոշիչները։ Սանկտ Պետերբուրգում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մեր կողմից կանենք ամեն ինչ, ինչը բխում է ձեր շահերից եւ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերից, որպեսզի այդ խաղաղությունը հաստատվի հնարավորինս շուտ։ Դուք մեր դիրքորոշումը լավ գիտեք, ընդգծել է Ռուսաստանի նախագահը։ Պուտինը նաև բարձր է գնահատել իրանական հասարակության դիմակայությունը արտաքին ճնշումների պայմաններում։ Մենք տեսնում ենք, թե որքան արիաբար է Իրանի ժողովուրդը պայքարում իր անկախության եւ ինքնիշխանության համար, եւ իհարկե հույս ունենք, որ հենվելով այդ քաջության ու անկախության ձգտման վրա, իրանցի ժողովուրդը նոր առաջնորդի ղեկավարությամբ կանցնի փորձությունների այս բարդ շրջանը, ասել է նախագահը։ Արաղչին էլ ամփոփելով այցը դաշնություն նշել է, որ կողմերը ներկայացրել են համագործակցության նոր գաղափարներ եւ ընդգծել ռազմավարական գործընկերության շարունակման պատրաստակամությունը։ Հարավային Սուդանում Քեսնա ուղևորատար ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 14 մարդ, այդ թվում օդաչուն։ Նախնական տեղեկությունների համաձայն վթարի պատճառը եղել է վատ տեսանելիությունը։ Ինքնաթիռը դուրս է եկել կառավարումից ու ընկել։